Հայ բեռնափոխադրողների բողոքին արձագանքել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։ Կազմակերպությունն այժմ քննարկում է ԵԱՏՄ անդամ երկրների վարորդների նկատմամբ միգրացիոն սահմանափակումները վերացնելու հարցը, Սպուտնիկ Արմենիային հայտնել է հանձնաժողովի ներկայացուցիչը։ Հանձնաժողովն իր լիազորությունների եւ իրավասությունների շրջանակում բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկում է ծագող հարցերի կարգավորման եւ փոխադրողների անխափան աշխատանքի համար, ասել է կառույցի պաշտոնյան։ Երեք կառավարության դիմաց հավաքված վարորդները մինչեւ երկուշաբթի ժամանակ էին տվել Հայաստանի իշխանությանը իրենց պատասխան տալու համար, հակառակ դեպքում խոստացել էին փակել հանրապետության ճանապարհները։ Վաղ առավոտից Երևանի քաղաքապետարանը Սարյան պուրակի սրճարաններից մեկի քանդման աշխատանքներ է սկսել։ Տարածված կադրերից մեկում երևում է, թե ինչպես են քաղաքապետարանի աշխատակիցները քարերով կոտրում ապակիները։ Սրճարանի տնօրեն Նարինե Վարդանյանի խոսքով քաղաքապետարանը առանց որևէ զգուշացումի է սկսել քանդել սրճարանը, ու իրենք միլիոնավոր վնաս են կրել, քանի որ ողջ գույքը ավիրվել է։ Իրանց կողմից սա ընդամենը վանդալիզմ է, իրանք ոչ մի ձևով չեն տեղեկացրել, ոչ մի ձևով։ Երբ որ հարկ է լինում գումար վճարելու կամ տարածքի ինչ որ աղտոտված է լինում, իրանք տեղում նամակները ուղարկում են, իսկ հիմա ոչ մի ձևով չեն տեղեկացրել։ Ձերբակալվել են Իջևանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը եւ նրա որդին ՀԿ կոմիտեում քննվող քրեական վարորդի շրջանակներում։ Նրանք մեղադրվում են փողերի լվացման եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, հայտնել է պաշտոնական աղբյուրը։ Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես են ԱԱԾ-ի ավելի քան 7 դիմակավորված ծառայողներ ուժ կիրառելով ձերբակալել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին։ Վերջին շրջանում նա պաշտպանում էր ընդդիմադիր գործիչների եւ հոգեվորականների շահերը, այդ թվում Արագածոտնի թեմի առաջնորդի եւ այլ հոգեվոր հայրերի գործերով։ Ձերբակալությունը տեղի ունեցել Շենգավիթի դատարանից դուրս գալիս դատական նիստից հետո։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ Կոչուբաևի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Մեղսագրվող հոդվածը վերաբերում է դատախազի կամ քննիչի մասին արատավորող տեղեկություն հրապարակելուն, որը կապված է նրանց ծառայողական գործունեության հետ։ Մեղադրանքի հիմքում ընկած է Կոչուբաևի ֆեյսբուքյան գրառումը, որն արվել էր հոգեվորականների նկատմամբ վերջին օրերին կատարված գործողություններից հետո։ Գրառման մեջ մասնավորապես կոշտ արտահայտություններ են եղել քննիչների, դատախազների եւ դատավորների հասցեին։ Ձերբակալությունից հետո ներկայացվել է կալանավորելու միջնորդություն, որը բավարարվել է։ Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը անազատության մեջ կմնա 2 ամիս։ Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալությունը առաջինն էր, բայց ոչ վերջինը, գրում է Ժողովուրդ օրաթերթը։ Ըստ պարբերականի Հայաստանի վարչապետը քաղաքական հրահանգ է տվել քննչական եւ իրավապահ մարմիններին, հետեւել հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչներին, իրավաբաններին, իրավապաշտպաններին, առանձնացնելով Ռոբերտ Քոչարյանի եւ Սամվել Կարապետյանի աջակիցներին։ Թերթը նաեւ գրում է, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ է դրել ամենայն հայոց կաթողիկոսին գահանկեց անել նրա գահակալության օրը, հոկտեմբերի 27-ին։ Մայրաթոռում տեղի ունեցած եպիսկոպոսների եւ հայաստանյան թեմակալ առաջնորդների ժողովից հետո Մայրաթոռը կոշտ հայտարարություն է տարածել առաջին անգամ բացահայտ եւ անձնապես մեղադրելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին եկեղեցու շուրջ ստեղծված ճգնաժամի համար։ Մայրաթոռը անդրադառնալով եկեղեցականների նկատմամբ վերջին շրջանում իրականացվող քրեական գործընթացներին շեշտել է մեջբերում ցավալի այս իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը օրվա իշխանության եւ անձամբ երկրի վարչապետի վրա է, որը տևական ժամանակ ատելության խոսք ու անհանդուրժողականություն է տարածում եկեղեցու եւ եկեղեցականների նկատմամբ բացահայտ ոտնձգություններ կատարում եկեղեցու դարավոր կարգերի հանդեպ։ Ազգեր Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը դատապարտել է պետություն եկեղեցի հարաբերությունների վատառողջ վիճակը, հոգեվորականների ու աշխարհականների ձերբակալությունները, ինչպես նաև ազգային արժեքների խախտումն ու ապազգային մթնոլորտի ստեղծումը։ Նա կոչ է արել երկխոսության միջոցով երկիրը հեռու պահել ինքնականդման վտանգից։ Հայ եկեղեցի եւ պետություն հարաբերության ներկա վիճակը վնասաբեր է ու անընդունելի մեր հայրենիքի ու ժողովրդի համար։ Ձերբակալություններով, զրպարտություններով հնարավոր չէ ներկա կացությունը շրջանցել, երբ հազարավոր երիտասարդ հայրենիների արյունն է հոսել, Արցախը գրաված է, միթե հնարավոր չէ նույն ազգին ու երկրին պատկանող կողմերի միջև եկեղեցու ու պետության միջև երկխոսություն ստեղծվի։ Ի խնդիր Հայաստանի ու մեր ազգի գերագույն արժեքների, ուր պիտի հասնի Հայաստանը այս ընթացքով, դեպի ինքնականդում թույլ պետք չէ տալ, ասել է վեհափար հայրապետը։ Անոնք մեկ ամբողջություն են։ Այս հայտարարությունից ժամեր առաջ Երևանում Արամ Առաջին կաթողիկոսի անունից Հայաստանի վարչապետի հետ հանդիպում էր ունեցել Շահան arczepiskopos Սարգսյանը։ Նա Նիկոլ Փաշինյանին հայտնել է Արամ Առաջինի մտահոգությունները եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Մեր ձևով ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ ինքը խոսել է Արամ Առաջինի հետ ու վեհափարի մտադրությունը Փաշինյանի հետ բանակցելն է, որպեսզի լուծվի հայ եկեղեցու դեմ սանձազերծված ճնշումների հարցը։ Նարեկ Կարապետյանի խոսքով Երևանում տեղի ունեցած հանդիպումը պետք
չէ ուրիշ ձևով ընկալել, քանի որ Արամ առաջինը պարզապես ցանկանում է ազատել եկեղեցին նոր հարձակումներից։ Մեր ձևով շարժումը վաղը Ազատության հրապարակում մեծ հանրահավաք է հրավիրում եկեղեցու սրբազան հայրերի ազգային բարերար Սամվել Կարապետյանի բոլոր քաղբանտարկյալների ազատության պահանջով։ Մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ Ազատության հրապարակից երթով շարժվելու են դեպի Սամվել Կարապետյանի եւ եկեղեցու հայրերի ապօրինի կալանավորման վայր։ Ազատության հրապարակում հանրահավաքը կսկսվի ժամը 16:30-ին։ Բոլորս հավաքվում ենք մեր ձայնը բարձրացնելու, բոլորս հավաքվում ենք պահանջելու արդարություն եւ ազատություն մեր սրբազանների, բոլոր քաղբանտարկյալների եւ մեր Սամվել Կարապետյանի։ Սպասելու եմ բոլորին։ Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը հակակոռուպցիոն դատարանի որոշումը որակել է միաժամանակ եւ հաղթանակ եւ իրավական նորմերի կոպիտ խախտման ապացույց։ Որպես հաղթանակ փաստաբանը ներկայացրել է այն հանգամանքը, որ դատարանը չի հաստատել քննչական մարմնի կողմից ներկայացված հարկեր չվճարելու եւ փողերի լվացման մասին տնտեսական բնույթի մեղադրանքները։ Դատարանը արձանագրել է, որ դրանք նույնիսկ հիմնավոր կասկածի շեմը չեն հաղթահարել։ Մեր մշտական պնդումը, որ այս դրվագները միայն քաղաքական հաշվեհարդարի ծավալը մեծացնելու նպատակ ունեն, հաստատվեց, գրել է Ամստերդամը։ Միևնույն ժամանակ միջազգային փաստաբանը շեշտել է, որ կալանքի երկարաձգումը հիմնվել է բացառապես իշխանությունը զավթելու կոչի քաղաքական մեղադրանքի վրա։ Սա հերթական անգամ վկայում է, որ Հայաստանի իշխանությունները պարոն Կարապետյանին պահում են որպես քաղաքական պատանդ հայ առաքելական եկեղեցին պաշտպանելու եւ քաղաքական հայտ ներկայացնելու համար, նշել է նա։ Ամստերդամը գործընթացը որակել է իրավական աբսուրդ եւ ամոթալի, հավելելով, որ իրենք շարունակելու են իրավական եւ միջազգային ճնշման ռազմավարությունը։ Մեր դիմումը Եվրամիությանը եւ միջազգային կառույցներին, որպեսզի Սամվել Կարապետյանը ճանաչվի որպես քաղբանտարկյալ, ուժի մեջ է եւ ակտիվ իրագործման փուլում, հայտարարել է փաստաբանը։ Տևական դադարից հետո ԱՄՆ նախագահը կրկին ակտիվացել է ռուս-ուկրաինական հակամարտության լուծման հարցում։ Այսօր Սպիտակ տանը Թրամփը կհանդիպի ուկրաինացի գործընկերոջ հետ, մինչ դա ԱՄՆ նախագահը հեռախոսով խոսել է Ռուսաստանի նախագահի հետ։ 2.5 ժամ տևած զրույցի ընթացքում նախագահները քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության հարցը եւ ռուս-ամերիկյան հարաբերությունները։ Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ հեռախոսազրույցը տեղի ունեցել Ռուսաստանի նախաձեռնությամբ։ Դեմ չես լինի, եթե ես մի քանի հազար տոմահավք տամ հակառակորդին։ Այո, ես հենց այդ ձևով էլ ասացի։ Նրան բնականաբար դուք չեկավ այդ միտքը։ Դա վտանգավոր եւ աներևակայելի կործանարար զենք է։ Ոչ ոք դա չի ցանկանա։ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին լրագրողներին պատմելիս, սակայն Թրամփը չի ասել, թե ինչ է նրան պատասխանել Դաշնության առաջնորդը։ Ըստ ռուսական կողմի, Պուտինը զգուշացրել է Թրամփին, որ տոմահավք քրթիռների մատակարարումը Ուկրաինային մարտի դաշտում էական նշանակություն չի ունենա, բայց մեծ վնաս կհասցնի ռուս-ամերիկյան հարաբերություններին, քանի որ նման քայլերը սրում են տարածաշրջանում լարվածությունը եւ նվազեցնում են դիվանագիտական հնարավոր լուծումների հավանականությունը։ Սպիտակ տան ղեկավարն էլ Պուտինին է զգուշացրել, որ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա շարունակական հարձակումները վատ հետևանքներ կունենան, թեև չի մանրամասնել, թե ինչպիսի հետևանքների մասին է խոսքը, սակայն ասել է, որ Միացյալ Նահանգները դիտարկում է բոլոր հնարավոր տարբերակները Ուկրաինային աջակցելու եւ Ռուսաստանին զսպելու համար։ Ռուսաստանը վերջին շաբաթներին ավելի ինտենսիվ է հարվածում Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին, ինչը հանգեցրել է երկրի ամբողջ տարածքում էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումների, միլիոնավոր ուկրաինացիների թողնելով առանց լույսի եւ ջեռուցման։ Լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտարարել է, որ դեռևս չի ցանկանում պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ։ Պուտին-Թրամփ հեռախոսազրույցից հետո նաև պարզ է դարձել, որ առաջիկա շաբաթներին Թրամփը Հունգարիայում հնարավոր է հանդիպի Պուտինի հետ։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, երկու առաջնորդների այցի նախապատրաստվելու համար Բուդապեշտում արդեն ստեղծվել է կազմակերպչական կոմիտե։ Երկու երկրների նախագահների հեռախոսազրույցից հետո Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դիմիտրիևը սոցցանցի իր էջում Իլոն Մասկին առաջարկել է կառուցել Պուտին-Թրամփ անունը կրող թունել, որը կձգվի Ռուսաստանից դեպի Ալյասկա։ Նա նշել է, որ նախագծի ծախսերը կարող են կազմել մոտ $8 միլիարդ։ See on the issue of energy sourcing. Հնդկաստան-ԱՄՆ առևտրային նոր համաձայնագրի բանակցությունների ֆոնին Հնդկաստանը շարունակում է ռուսական նավթի ներմուծման ծավալները կրճատել։ Այսօր հայտնի է դարձել, որ հնդկական նավթավերամշակման գործարանները արդեն 50%-ով կրճատել են ռուսական նավթի ներկրումը։ Նախկինում ԱՄՆ-ն կրկնապատկել էր հնդկական ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերը, պահանջելով Նյու Դելիից դադարեցնել ռուսական էներգակիրների գնումը։ Ամերիկացի բանակցողները հատուկ ընդգծել էին, որ ռուսական նավթի ներկրման կրճատումը առանցքային նախապայման է մաքսատուրքերի իջեցման եւ երկու երկրների միջև լայնածավալ առևտրային համաձայնագրի կնքման համար։ Այս քայլը կարող է էական ազդեցություն ունենալ ռուս-հնդկական տնտեսական կապերի եւ համաշխարհային էներգետիկ շուկայի վրա, քանի որ Հնդկաստանը ռուսական նավթի խոշորագույն գնորդներից մեկն է։